Ես իբր հյուր եկա, հետո դարա հայրենաթար, հիմա ես ինձ համարում եմ հայաստանցի ու երևանցի։ 2020-ին, երբ որ Լիբանանի բայթունը եղավ, ես շատ մոտ էի, դենց մի 700-800 մետրերի մեքենայից էի քշում, ու բավականին վատ վրասացրեց, դենց որ որոշեցինք ես ու կինս տեղափոխվել Հայաստան։ Մենք իրականում ստեղ եկանք was temporary, այսինքն մենք ստեղ եկանք, որ հետո Կանադա գնանք, մենք մեր migration-ի թղթերի վրա էինք աշխատում, բավականին առաջ էր գնացել, դաժե acceptance-ն էլ եկավ, հետո reject արեցինք արդեն, հետ էլ որտեղ որ Հայաստան եկանք, հիմա առաջին անգամս էր որ Հայաստան էի եկել, այսինքն դրանից առաջ ես вообще туриզմի համար չէի եկել, շատ սիրեցի երկիրը, քաղաքը, մարդիկը, culture-ը, ընդհանուր։ Ու դրա պատճառով էլ որոշեցինք ես ու կինս, որ պետք է որ արդեն Հայաստան մնանք ու ստեղ մնացինք, տուն վերցրեցինք, սկսեցի աշխատել, ես իմ ուսումով դվյալների վերլուծաբան եմ, 15 տարեկանից սկսել եմ արդեն այս ռեստորանի ոլորտի մեջ աշխատել, մինչև ավարտելս, հետո որ Հայաստան եկա, աշխատեցի, հետո արդեն առաջին ռեստորանը բացեցինք, բայց դրանից առաջ ու մինչև հիմա դվյալների վերլուծաբանի ղեկավար եմ աշխատում IT ոլորտի մեջ։ 4 կամ 5-րդ ամիսն էր, այդպես շատ երկար չտևեց, որ արդեն որոշեմ, որ ես ուզում եմ ստեղ մնամ, հետ էլ իրոք հենց սկսեցի շփվել մարդկանց հետ։ Դա երկրորդ ամիս է, որ գործի մտա, այդ ընկերները միջավայրը, հետո իմ ընկերներս Լիբանանից եկան ստեղ, որը մեծ մասամբ էլ ստեղ չեն, մի ընկերս Կանադա է, մյուս ընկերս Գերմանիա է, մյուս ընկերս Դուբայ է, իրանք եկան գնացին, մյուս ընկերս էլի Գերմանիա է, Բերլին, իրանք եկան, նույն ատեն եկան, իրանք հետո գնացին, մենակ մենք մնացինք ստեղ, ես ու կինս, պիտի սիրես, որ մնաս Հայաստանը, ու ինձ համար, եթե դու իրոք աշխատասեր մարդ ես, կարողանում ես ինչ ուզում ես անես, ինչ որտեղ որ ուզում ես հասնես Հայաստանի մեջ, այդ մարդկանց քեզից կգա։ Հայաստանը ինձ համար այն երկիրը չէր եղել, որ ես միշտ ուզում էի գնալ կամ երազում էի եւ այլն, ոչ թե հագարակը, բայց ես մտքում չունեի, բայց որ իրոք, այսինքն էդի սրդանց ասեմ, որ եկա Հայաստան և տեսա, ես սիրահարվել եմ, այսինքն ես ամեն տարի մի քանի անգամ ճամփորդում եմ գործով, ոչ գործով եւ այլն, 5-րդ օրը կամ 4-րդ օրը արդեն ուզում եմ այդ Հայաստան, Երևան կամ այդքան եմ սիրում, որտեվ շատ լավն է, ամեն ինչով շատ լավն է, բավարար է, որ ես կարում եմ ինչ որ ուզում եմ, ինչ երազ ունեմ, կատարեմ իմ հայրենիքի մեջ էդի արդեն մեծ երազանք կա ու այդ իրականացնելու թուլերը, որ տալիս է, հնարավորությունները, դա արդեն շատ կարևոր է ու շատ մեծ բան է։ 2023-ի նոյեմբերի 15-ին Գուստավը բացեցինք, բավականին դժվար էր, իբր սպիրկ օրենքներից էր ու ընդհանուր այդ քաղաքականությունից էր ու սկիզբը բարդ էր, հետո նոյեմբերի 15-ին բացումը արեցինք, դիսեմբերի վերջը որոշեցինք երկրորդը բացենք, հունվարի սկիզբ 2024-ին Պաբլոյի մասին մտածելու վերցրեցինք տարածքը 2024-ի մայիսին արդեն Պաբլոն բացեցինք, շատ լավ ամառ ունեցանք, ձմեռ, New Year's եւ այլն, արդեն 2024-ի դիսեմբերին, որը մոտավոր մի տարի հետո էր Գուստավի բացումից, արդեն երրորդին անցանք, երրորդ պրոյեկտին, որը Պուշկինի վրա պիտի լինի, արդեն եթե փողի համար ես անում, ռեստորանը չի աշխատելու։ Պիտի անես, եթե այս ոլորտը սիրում ես, թե այս ոլորտը քո սրտի մոտ ոլորտ է,
որովհետև շատ ամիսներ կա, որ լավ է, շատ ամիսներ կա, որ վատ է, բայց ինձ քո մտքում պիտի լինի լավ experience տաս, լավ service տաս, լավ ուտելիք տաս, լավ խմելիք տաս, որ այդ անես ու միշտ անես, դել կարևոր է ոչ թե մի անգամ անես առաջի ամիսը անես, միշտ նույնը պետք է լինի, որ հաջողություն տեսնես ու էդի ժամանակ է առնում։ Առաջինը, որ արեցինք ուստավը, շատ հաջողեցավ, մենք պատկերացնում ենք մտքում էլ չունեինք, իրականում մենք 5 հոգով սկսեցինք, ես անձամբ այդենց շատ էր գործը, որ ես անձամբ աշխատում էի իբր waiter, իբր runner, իբր ամեն ինչ աշխատել եմ Գուստավում սկիզբի ամիսները, ինչը մարդ չարենք, մարդներ ենք, որտեղ մենք չէինք պատկերացնում, որ այդենց գործ պիտի ունենանք ամեն օր full, նոր տարվա հետո մարդ, ապրիլ, դենց որ միշտ full էինք, Աստված մեզ ուժ տվավ, մենք էլ ամեն ինչ արեցինք, որ լավ լինի։ Որ ստացվում է մի բան, էլի անում ես, ինչի Հայաստանի մեջ, որտեղ հələ դե ունենք։ Այսինքն մի հատով չի, որ դու կարաս stable, sustainable business ունենաս մանավանդ ռեստորանի ոլորտի մեջ կամ շատ մեծ պիտի լինի, որ էլի չի աշխատում Հայաստանում մեծ տեղերը զալերը, կամ էլ մի քանի հատ պիտի ունենաս գոնե 3 կամ 4 հատ, որ մեկը մեսի support անի տարբեր location-ներ, տարբեր կոնցեպտներով, մեկ օրը լավ, մյուսը օրը վատ, մեկ օր սաղը լավ, բայց դենց որ իրար compensate անեն ամենավերջում ու հաջողակ բիզնես լինի ու կարենաս մենք հիմա մոտավոր 60-65 հատ աշխատագից ունենք, մեր թիմը այդքան ա եղել, Կամիլայով լինելու է 100+, դենց որ այդքան մարդ կա, որ մեր այդ աշխատումը, այդ ինձավ մեր վրա արդեն responsibility է, փեր է, ու դենց պետք է անենք միշտ, որ իրանց համար է լավ լինի, մեր համար, նրա համար միշտ մի հատ էլ գավելացնես, որ back-up լինի, ու մեր Pushkin-ի պրոյեկտը, որ աշխատում ենք դրա վրա, ինքը masterpiece-ն է, այսինքն ինքը ամենա երրորդն առաջինը շատ լավ էր Գուստավը, երկրորդը Պաբլոն շատ լավ էր, բայց սովորես, մարքեթն էլ սովորես, գործն էլ սովորես ավելի լավ Հայաստանի մեջ, երրորդը արդեն ուրիշ ձև ես անում։ Իմ պատմության ամենալավ հիկ մասը եղել է Հայաստան, դա էլ Հայաստանի շնորհիվ է իրականում, տենց որ իրականությունը հետը, հա, դու էլ ճգտում ես, այսինքն դու էլ անում ես, դու էլ փորձում ես, բայց երկիրն էլ պիտի օգնի քեզ, էդի ձև չունես, թե չէ ես արդեն Լիբանան կանեի, բայց դա քեզ երկիրը օգնում է, մարդիկ օգնում են, միջավայրը օքեյ է, որ դու, այսինքն մաքուր է, որ դու կարենաս լավ մաքուր բիզնես անես, օրենքով է, հարգեր ունես, պիտի ուզես կառավարության, նույնադեն իրավունքներ ունես, որ կառավարությունը տալիս է։ Հենց որ այդ սաղ միջավայրն է, որ քեզ օգնում, որ անես։ Հետոն քո վրա է, աշխատացնելը, հաջողացնելը քո վրա է ու էլի երկրի վրա է։ Հայաստան բիզնեսը ստեղծելու առավելությունները իրականում շատ է, որովհետև շատ հեշտ է ասեմ, հա, բա իր բարդությունները ունի, բայց իրավաբանական, ասենք, աներով քայլեր, որ պետք է անես, բարձ ասեք, պիտի գնաս մի հատ ֆիրմա բացես, կարաս գնաս նույն օրը ֆիրմա բացես, էդի որ մտածես մի հատ ինքը ուրիշ երկիր, էդի լիքը թղթափանությունը ու ջանջալա օրերով ու շաբաթներով, էդի մեկ, supplier-ները, որ ունենք ստեղ խոսքի, քեզ օգնում են, supportive են, մենք առաջին թիմը, որ ունեցել ենք, հա, ինքը շատ եղել են Լիբանանահայ, բայց հետո արդեն, որ մեծանում թիմը դառնում է ոչ Լիբանանահայ, դե այդքան Լիբանանահայ չկա, արդեն զգում ես, որ իրանք էլ քո հետ, քո կողքն են գանքնել, այսինքն դենց ես մարդ չեմ ծանոթացել, որ ինքը աչքը բիզնեսի վրա է կամ ասում է, հա, այս սպիրկա հայերը եկել են եւ այնտենց խոսակցություն вообще չի գնացել, вообще չի եղել, զգացել եմ իրանք ուրախ են, որ մենք իբր սպիրկա հայ եկել ենք Հայաստան, վստահում ենք այս երկրին ու ուզում ենք լավ բան անենք ու անում ենք ու հաջողում ենք, ուզում ենք երկրորդը անենք, ուզում ենք երրորդը անենք ու ինչքան կարանք անենք, Աստված ուժ տա, կանենք
Այսի մեր հայրենիքն է։ Այսինքն մենք անում ենք մեր հայրենիքի մեջ։ Չենք անում օտար երկրի դուրսի երկրի մեջ կարաս անես, այո, ու կարող է անենք։ Այսինքն այս տարի չի կալդարի կամ կալդարի չէ, մյուս տարի կարող է անենք ու պլանների մեջ կա, Եվրոպա կա, Գոլֆը կա, Նյու Յորք կա, դա պլանների մեջ է, բայց մենք մեր հիմնական բազան ուզում ենք լինի Հայաստանը, ու սարուն relate անենք Հայաստանին, ու դաժե թե դուրս գնանք X երկիր, ուզում ենք ստեղի բրանդների ստանենք ընդեղ, ասենք էսի հայկական Հայաստանի մեջ է, այսինքն իր հիմնական տեղը Հայաստանն է։ Հայաստանը աշխատասեր անձի հնարավորությունը տալիս է, որ կարենաս քո երազանքները իրականացնես, եթե ուզում ես։ Հնարավորությունները կան, կմնա քո գործը, քո ջիքը եւ ուղեղը, խելքը։ Եվ լավ միջավայր, անշուշտ, լավ ընկերներ եւ լավ մարդկանց հետ շրջապատված լինես։ Այդ սա գարաս ունենաս Հայաստանի մեջ, մենք կարիք ունենք սպիրկայերին, ոնց սպիրկայերը կարիք ունեն իրանց հայրենիքին, այսինքն ինքը կապը երկու կողմից է, որ սկսեցի աշխատելու, սկսեցի tax տալու կառավարությանը, երկրորդ ամսվանից արդեն սկսեցի, որ ես contribution եմ անում, այսինքն ես հետ տալիս եմ իմ հայրենիքին իմ աշխատանքով, այդ բայց սկսեցի, որ ես արդեն հայրենադարձ արել եմ, կա աշխատես, որ գաս թե մի շաբաթ, երկու շաբաթ ման գաս, էդի հայրենիքը չես իմանալ ինչ-որ versus աշխատես, ասպարեզի մեջ լինես, որ գաս ստեղ, արդեն գսկաս, որ դու քո երկիրն է, քո երկրի մեջ ապրել, էդի արդեն ինքն իրան արժեքը ունի, դի չեմ կարա բացատրեմ, էդի զգացում է, որ դու զգում ես քո մեջ, որ դու քո երկրի մեջ ես ապրում։ Ես ստեղ եմ ապրում, ու ես ոչ էլ տեսնում եմ Բաքայում, որ գնամ ուրիշ երկիր գաբրեմ, ես ստեղ եմ, ու ստեղ էլ մնալու եմ, երեխայր ունեմ, շատ ուրախ եմ, որ իրան ստեղ եմ մեծացնում, ստեղ դպրոց ուղարկեմ, ինքը հայ մեծանա։ Մեր կյանքը ստեղ է, կարանք դուրսը բիզնես ունենանք, բայց մենք ստեղ ենք մնալու, որ այդ բիզնեսները, որ անելու ենք, hopefully այդ էտաժի, այդ շահապեր լինեն, հետի գալու է Հայաստան, որտեղ ընդեղ էլ արեցիր մեկ ռեստորան, երկու, երեք, սենք Դուբայ example, ընդեղ չի, որ այդ ես իմ կյանքն եմ ուզում ընդեղ ապրեմ, այսինքն ես տեղափոխվեմ ընտանիքով, երեխա եւ այլն, չէ։ Ինչ որ պիտի լինի, Հայաստանի մեջ պիտի լինի։